Երեք խոսեցինք, որ թեմայինք բացում գազալցականներում տեղ ունեցած պայթյունների այդ դաշտի իրավիճակի մասին։ Բելա, թեման ինչ ընթացքի մեջ է, ինչ նկարներ արել։ Երեք արդեն որոշ նկարահանումներ արել եմ, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչի հետ եմ խոսել, որը ներկայացրել է ընդհանուր գազալցականների վիճակը, այնտեղ արկա թերությունները, որ թերություններ կան, սակայն պայթյունների պատճառը այդ արկա թերությունները չեն։ Խոսել եմ նաև վարորդների հետ, որոնց մի մասը անգամ չգիտել, որ պետք է տանի փորձարկման գազաբալոնները, եւ Չափագրության ինստիտուտի ներկայացուցիչի հետ եմ խոսել ընդհանուր այդ բալոնային տնտեսության մասին։ Այսօր էլ կշարունակեմ գազալցականներ, պետք է գնամ եւ փորձարկող ընկերություն, հենց գազաբալոնները փորձարկող ոնց է մեղավորության ընդհանուր տպավորությունը այն է, որ ամեն ինչ գցում են վարորդի վրա, բալոնների վրա, որ բալոնները պետքա փոխվի, ուզում են այդ գազալցականների դերը մինիմալի հասցնել։ Մենք քիչ նկարահանումներով մի քանի minutով թեման արդեն դրել ենք ու ընթացքում այսօր վաղը լավ կլինի արդեն պատրաստում ենք մի տեսք ունենանք։ Ես էլ նոր թեմա եմ ուզում բացել, քանի որ չգիտեմ, արդիական երևի կլինի ընդունելության քննությունները արդեն սկսվեցին, նորից վատատեսաբար չասեմ, բայց ապագա գործազուրկների մի բանակ ենք ոնց որ թե պատրաստում։ Ուզում եմ հասկանանք աշխատաշուկայի պահանջներն ու մասնագիտությունները բուհերի կողմից առաջարկվող ինչքանով են համապատասխանում։ Մի փոքր արդեն ուսումնասիրություն արել եմ, հարցումներ եմ անցկացրել դրսում, տեսնում եմ, որ ուսանողները միջին հաշվարկով, նվազագույն հաշվարկով 500,000 մի տարվա ընթացքում ծախսում են երկու առարկա պարապելու համար, հետո միջինը 450-500,000 տալիս են տարեկան ուսման վարձ։ Բայց հետագայում թե ինչքան ժամանակում կկարողանան հետ բերել այդ գումարը, կկարողանան հետ բերել մեծ հարցեր ուսանողների մոտ։ Ուզում եմ մի քիչ բացենք այս թեման։ Ցավալի է, որ այդքան գումար տալիս են սովորելու համար, սակայն աշխատանք չեն գտնում, այսինքն հետ չեն կարողանում բերել, հաշվի առնելով այն, որ ծնողներն էլ ինչքան տարբեր ինչ որ զողողությունների են գնում, որպեսզի այդ բարձր վճարները կարողանան վճարել։ Բելա, օրինակ դու վճարով ես սովորել, թե անվճար։ Վճարով եմ սովորել։ Ինչքան տարում ես հետ բերել այդ քո ծախսած գումարը։ Դից չեմ կարող հաշվել, բայց հաստատ հետ եկել է։ Եկել է։ Հա։ Այս լրագրող աշխատել եմ։ Լրագրից սկզբից աշխատել եմ որպես լրագրող ու հետ եկել է հաշվի առնելով, որ երրորդ կուրսից աշխատել եմ ես։ Բայց գիտեք, ինձ թվում է մի ստվար զանգված կա, որ չի մտածում կոնկրետ ընդունվի, հետո հետագայում աշխատանք ունենա, այդ գումարները հետ վերադարձնել, պարզապես ընդունվում է, որովհետև այդ, չգիտեմ, միգուցե այդպես է իրան դիպլոմն է պետք, այսպես ճակերտավոր ասենք օժիտի համար կամ այլ նպատակ է հետապնդում, բայց ինքը նախապես գիտի, որ ընդունվում է մի ֆակուլտետ, որը հեռանկարային չի այսօրվա պայմաններում, կամ նույնիսկ եթե հեռանկարային է, ինքը այնպես չի, որ գործ կգտնի, բայց դա նրանց չի էլ հուզում։ Իսկն սովորում եմ, որ այսպես պլյուս դնելու համար, որ ժամանակին ասում են, մեզ պետք է շատ տնտեսագետներ, իրավաբաններ սկսեցին թողարկել, հիմա պետք չի, որովհետև գործազուրկ են դառնում, բայց էլի հոսքը շարունակվում է այդ ֆակուլտետում։ Օրինակ ես հիշում եմ, որ հատկապես նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք շրջանառության մեջ մտավ գիտելիքահեն տնտեսություն, այդ տերմինը, այդ ժամանակ անդադ խոսում էր, որ պետք է ստեղծենք սերունդ, որը կրթված կլինի եւ այլն, բայց փորձը ցույց է տալիս, հիմա նոր վարչապետն էլ այդ խոսքերը կրկնօրինակում է, բայց փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում աղքատ ընտանիքների երեխաները մեծանում են աղքատ, հարուստներն ավելի հարուստ, որտեղ իրենք կարողանում են գիտելիքը վերածել փողի կամ գիտելիք ստանալ, իսկ մենք ոնց որ նկատում ենք շատ չեն կարողանում սովորել այդ ընտանիքների երեխաները։ Շատ դեպքեր օրինակ ճիշտ դիտարկում են, իմ կարծիքով շատ ճիշտ դիտարկում ենք անում, իշխանողը հետ բերում, այսինքն նախ օրինակ ինձ հետաքրքրում է Հանուշ ջան, երբ որ երեխան պետքա դիմի բուհ, ծնողը կամ այդ երեխան իշխանողն իրանք տեղեկացված գնում բուհ, այսինքն որ մասնագիտություն են պահանջարկված, որ մասնագիտությունով իրանք հետագայում կարող փող բերեն, բուհը տվյալ ինչ մասնագիտություններով է մասնագետներ պատրաստում ու ինչպես է նրանք աշխատանքի տեղավորվելու արդյոք կա պահանջարկ, ասենք բուհը ինքը պատվեր ստանում է, թե չէ, թե մենք պետ պատվերն է պետությունը հասկացանք, ինչ որ սահմանափականակությամբ մասնագետները պետ դրա համար ինքը վճարում է։ Մնացածը, ասենք մասնավոր հատվածը տնտեսություն ինչպես է արձագանքում կրթությանը։ Օրինակ ինձ այստեղ մի նշում արեցի ես,
բուհերը իրենք մտնում են 100 խոշոր հարկատուների ցուցակ։ Այսինքն իրենք բավականին խոշոր գումարներ են իրենց մեջ գեներացնում ու հարկեր են մուծում դրա համար։ Օրինակ ինձ հետաքրքիր է բուհերը այդքան գումար երբ որ աշխատում են, դրան համապատասխան գիտելիք, կրթություն տալիս են թե ոչ։ Որը կարծում եմ շատ հետաքրքիր է, ասենք։ Դե լավ կրթության համար շատերով հնարավորությունները մեկնում են արտասահման, որպեսզի ավելի լավ կրթություն ստանան։ Չէ, ասում ենք աշխատենք դրսում, Կարելի է ուսումնասիրել աշխատանքի շուկան, նույն զբաղվածության կենտրոններ, որ գործազուրկներին կամ դիպլոմավոր գործազուրկներին աշխատանք է տալիս, պետք է ուսումնասիրել, թե ինչ աշխատանքներ կա, արդյոք համապատասխանանույն վարձատրության հարցն էլ այսօր շատ լուրջ է։ Հետաքրքիր մի բան կար, որ ասում էր գործատուն չի մասնակցում իր ապագա աշխատողների կրթական գործին, կրթության գործին, հա։ Ասում էր ես 6 ամսից մի տարի ժամանակ պիտի ծախսեմ, այդքան ռեսուրս պիտի ծախսեմ, ինչի համար։ Էս էլ էր խնդիր երևի թե։ Փորձ չունեն։ Հա, պիտի որակավորում լինի, որովհետև ասում են հնացած են մասնագիտությունները, որոնք առաջարկում են բուհերը։ Այստեղ մի հատ հետաքրքիր դիտարկում կա, օրինակ ասենք, եթե նայում ենք եվրոպական փորձին, թե ինչպես են այնտեղ բարձրագույն ուսումնական հաստատությունները վերաբերվում իրենց պետությունը ինչպես է վերաբերվում իր կողմից, այսպես ասած, հավաստագի ստացած բուհերի դիպլոմներին, տված դիպլոմներին, չէ՞։ Մի քանի օրինակներ ես գտեմ իմ մերձավորների, ծանոթների մտերիմների շրջանակներում, ովքեր գնացել են Եվրոպա, վերավորակավորման քննություններ են տվել, ատեստատ են ստացել, այսինքն որ տվյալ դիպլոմ իրենց ստացած Հայաստանում ստացած իրենց մասնագիտությունը այնտեղ դարձել է ճանաչելի։ Դրանից հետո իրենք չեն կարողացել ուրիշ աշխատանքի տեղավորվել, որովհետև պետությունը նրանց պարզ ասել է. ես հարգում եմ իմ տված դիպլոմի արժեքը, դու մի գցի արժեքը, դու ուրիշ աշխատանքի մի տեղավորվի, ես քեզ գումար կտամ, կսպասիր այնքան, մինչև քո մասնագիտությամբ աշխատատեղ կբացվի, դու կմտնես աշխատանքի։ Մեր մոտ կարծում եմ բան չկա, շատ հետաքրքիր է, որ եվրոպական մոտեցումը, որ իրենք պահում են իրենց արժեքը, իրենց տված դիպլոմի կրթության արժեքը։ Մեր մոտ արդյոք պահում են նման մոտեցում կամ կոնը նման նպատակ ցանկություն կա թե ոչ։ Վաղ է երևի այդ մասին խոսելը դեռ։ Մեր մոտ էլ այդպիսի մի բան կա, ասել էին, հա, բանակից եկածին հարցել են ինչ է, որտեղ ես մասնագիտացել, ասել էր տանկի վրա տանկ եմ քշել, դե գնամ մեր մոտ տանկը բերեն կգաս կքշես։ Բելգիայի փորձը ուրիշ ձեռք օգտագործում։ Բայց միևնույն ժամանակ հետաքրքիր է, որ մեզ մոտ Հայաստանում բոլորը ձգտում են բարձրագույն կրթություն ստանալ։ Իսկ այս տարվա վիճակագրությամբ միջին մասնագիտական բուհեր դիմորդների քանակը շատ նվազել է։ Այսինքն կապ չունի աշխատանքը գտնեն, չեն գտնի, բոլորը ձգտում են ստանալ բարձրագույն կրթություն։ Բայց միևնույն ժամանակ նաև այս տարի դիմորդների թիվը մոտավորապես, եթե չեմ սխալվում, 11000-ից մի փոքր ավել էր, բայց 400-ով ավելի քիչ էր, քան նախորդ տարի։ Սա չգիտեմ ինչի մասին է խոսում։ Դիմորդների թիվը։ Ես թվում է արժևորենք նայենք նաև թե ինչպիսի բալերով են նրանք անցնում։ Անցողիկ շեմը իջել է, բարձրացել, այսինքն երեխեքից պահանջները ինչպիսին են։ Ինչպիսի վաղ, ինչպիսի մասնագետներ ենք մենք ունենալու գրավական այսօր, չէ՞, այսօր ինչքան բարձր են իրենք բալեր հավաքում, այսինքն ինչքան բարձր գնահատական են ստանում, այսինքն այնքան ավելի լավ են իրենք պատրաստված։ Արդյոք դա իջել է թե բարձրացել, կարծում եք։ Վերջին տարիներին իջել է։ Պատրաստելից սոցիալական ինչ-որ մեծ խնդիրներ կա, որ իհարկե հնարավոր չի դրանց էլ չանդրադառնալ, օրինակ վերջի 3 տարիներին ըստ հանրակրթության վարչության պետի ասում էր, որ վերջի 3 տարիներին 9000-ով պակասել է աշակերտների թիվը մեր երկրում։ Այսինքն մարդիկ ծնողները գերադասում են կամ խոպան են գնում կամ Հայաստանը լքում են, չասենք խոպան, լքում են երեխեքին հետները տանում են կամ էլ մտածում են, որ այդքան այնտեղ կրթություն ստանան։ Մեր մոտ որ երիտասարդների մոտ հարցում էր արել են ազգային զեկույցի հրապարակման ժամանակ Քարամյան փոխնախարարն ասում էր, որ երիտասարդների 65% ասեց, որ թիվ ասեց, որ մտածում է դրսում կրթություն ստանալ մասին։ Այդ ամենը էլի, այնտեղ աշխատանքը գտնի, չի գտնի կամ այստեղ դասախոսի ուսման վարձի ու աշխատավարձի հարաբերակցություն, կրթաթոշակի խնդիր կա, որ պետք է ուսումնասիրել։ Մի խնդիր էլ կա, այդ նույն սոցիալական բաժանումը, որ դնում են, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն այդ ֆակուլտետներում, որ հարցում էի անցկացնում, ասում էին 800,000 կարծեմ մի տարվա վարձ է։ Այս դեպքում բնական է այն սոցիալապես անապահով ընտանիքի երեխան, որ կարող է վաղը դառնալ լավ փայլուն քաղաքագետ, փայլուն միջազգայնագետ, չի կարողանա գնալ այդտեղ։ Բնականաբար պիտի դիմի սոցիալապես իրեն ավելի հարմար ինչ-որ ֆակուլտետ, որ ավելի քիչ հեռանկար։ Հա, ու այստեղ անվճար տեղեր չունեն։ Ես դա մի հատ ներողությունից մի բան մետարկի բանը կա, որ կարելի է կարծում դրան էլ անդրադառնալ, օրինակ, երբ որ ուսանողը, որ ինքը արդեն երեխա չի, առավելևս երբ որ ուսումնառության ընթացքում կդառնա չափահաս մարդ, կիսադեռահաս, դառնա չափահաս մարդ։
Այդ ընթացքում ինքը հնարավորություն ունի ինչ որ ֆինանսավորման աղբյուրներից օգտվելու իր կրթության հարցերը լուծելու համար, այդ պայմանով որ հետագայում ինքը կաշխատի ու կվերադառնի այդ վարկերի մասին, ինչ որ միջոցների մասին, հիմնադրամների կամ ինչ որ ֆոնդերի մասին է խոսքը, եւ անպայման ինձ թվում է արժանանում կրթաթոշակի մասին, որ նշեց Սևակը։ Այսօրվա կրթաթոշակը կարծում եմ ծիծաղելի է։ Ես 2004 թվականին ավարտել եմ, ստացել 11 տարի առաջ ես ստացել եմ 5000 դրամ կրթաթոշակ, այսօր նույնն է, չէ՞։ Ասպիրանտ մագիստրոսին 6000, ասպիրանտին 7-10000 դրամ։ Նույն նախարարը երբ որ հայտարարում է պետք իսկ ինչու վարձավճարները չթանկանան, ամեն ինչ թանկացել է, բայց այդ դեպքում ինչու չթանկանա, չբարձրանա նաև բանի գինը, կրթաթոշակի գինը։ Ուրեմն որ թեման փաստորեն անդրադառնում ենք այդ թեմային։ Վերցնենք թեման, բայց մի քանի հիմա նկարահանումների ցանկ, թե ում հետ կարելի է խոսել։ Բուհերի ռեկտորներ պատասխանատու անձինք եւ բուհերինքից կարիերայի կենտրոններ կան, որոնք ես չգիտեմ իրաց գործունեությունը դուք տեղյակ եք, օրինակ թե չէ, ես չգիտեմ։ Երկուսինը մոտավոր գիտենք, հա։ Հա, գիտենք որ կան, բայց չգիտենք թե կարողացել են իրենց Ես ժամանակին փորձել եմ օգտվել, բայց առանձնապես բաժինները ուսումնասիրել պետք է, ինչ բաժիններ կան, առաջարկի, ինչեր կարելի է ուսումնասիրել դու։ նայենք այն բաժինները, որոնք նոր են ավելացել ու նաև այն բաժինները, որոնք թվում է հեռանկարային չեն։ Դրանք տեսնենք էլի։ Հենց համեմատելով պիտի տեսնենք։ Կրթության նախարարին կարելի է, կրթության նախարարը լավ քաղաքական թեմաներով խոսում է, տեսնենք կրթական թեմաների ինչ ոնց կխոսի։ Նախարարության մի քանի մասնագետներ, ինֆոգրաֆիկաներ, լավ ինֆոգրաֆիկաներ կարելի է սարքել, չգիտեմ, մեկը այդ աշխատավարձի բան հարաբերակցությունը, ուսման վարձ եւ այլ, այս մի քանի բան կարելի է սարքել։ Հարցումները արդեն արել ես։ Արել եմ երևի մի անգամ էլ անենք, չգիտեմ։ Լավ, այդ աշխատաշուկա ամբողջությամբ փորձենք մի հետաքրքիր բան ստանալ։